Սիրելիներս, ես եկա արագ վազքով, ուրեմն նայեք, բազերս հետևակի չորացրեցի, ոչ մի ձեր չտվեցի, ոչ մի բան, ոչ մի ստեղծեցի բիզնի, որ թողնում են ինք իրանով աչորանում, շատ ավելի հետաքրքիր, ավելի լավ անում գանգուրները։ Ուրեմն մի հատ լովիկ բանը բանամ, մեքենան հետո կլցնեմ։ Ուրեմն ինչ է պատրաստում ձերանայդ, երեխի ջան, էշալոտը որ ասում է սա է, այս փուջուր սոխուկներն է, իրանք ինչի է համեղ լինում, որովհետև ավելի նուրբ համ ունի։ Հիմա ես մտածում եմ էշալոտ անեմ, թե կարմիր սոխն ավելի բանա, այդ հոտավետ է, քանի որ ես ասել դուրս եմ գալիս, չնայած նույն բանն է, դերա մի քիչ էշալոտ անեմ, քանի բերել եմ, եկեք սա կտրեմ։ Ժամը 12-ին, 10 է պակաս, ես վազքի մեջ, դերա, սա թողնեմ հետո կանեմ, սա էլ դնեմ այստեղ, պամիդորը, ավոկադոն, մի հատ կվանամ, ես այսօր արտացել էի շուտ, հետո նորից էլի քնեցի, ասա ինչի քնեցի, վանայ, էրֆրայերը միացել եմ, չնայած չգիտեմ ճիշտ իդեա է, թե սխալ իդեա է, բայց գիտեք եկեք հանում վրան դնեմ թղթերը, որպեսզի ինքը չկեղտոտվի, և ես գիտեք ինչ եմ որոշել եմ նաև երկու հատը տեղ կանի, քանի որ մեր ուտելիքը սա է, ես ինչ եմ անում, պատրաստում եմ քրոկ մսյո։ Սիրելիներս, ես ուղղակի մի երկու բառով ձեզ պատմեմ քրոկ մսյոյի պատմությունը։ Ֆրանսիական հայտնի սենդվիչ է քրոկ մսյոն եւ դա ինչ է նշանակում։ Նշանակում է քրոկը ֆրանսերեն նշանակում է ճրճրացնել, կրծել, մսյոն բոլորդ գիտեք, նշանակում է պարոն։ Այսինքն բառացի թարգմանությամբ կոչվում է ճրճրացող պարոն։ Անունը կապված է սենդվիչի տապակված խրթխրթան հացի հետ, սիրելիներս։ Ուրեմն պատմությունը առաջին անգամ հայտնվել է Փարիզում 20-րդ դարի սկզբին։ Ասվում է, որ նա առաջին անգամ մատուցվել է մոտ 1910 թվականին և առաջին անգամ հիշատակվել է ֆրանսիական գրականության մեջ Մարսել Պրուստի կողմից 1918 թվականին։ Ու դա դարձավ արդեն Փարիզի հայտնի սրճարաններում որպես քրոկ մսյո և ամենակարևորը ամենաառաջին անգամ քրոկ մսյոն պատրաստվել է Փարիզյան ամենաճանաչված սրճարաններից մեկում Café de la Paix։ Եվ ամենակարևորը Փարիզը համարվում է դրա ծննդավայրը, սիրելիներս։ Կա նաև քրոկ մադամը ուղղակի վերցնում են նույն բանը և պատրաստում և վրան ավելացնում են ձու։ Դա էլ դառնում է քրոկ մադամ, սիրելիներս։ Պատմում են անեկդոտային ձևով, մի կին մոտեցել է, հարցել է, մսյո, սա ինչ է, ինչ որ հացը վերջացել է, ինքը ունեցել այդ տափակ հացիկները, մեջը դրել է միս, պանիր և չորացրել, դրել է մենյուի մեջ, կինը հարցրել է, մսյո, սա ինչ է, ինքը կատակով ասել է, սա մսյո է, պարոն է, և հետո արդեն ավելացրել են խրթխրթան պարոն ու տենց մնացել է անունը, սա է, շատ արտակարգ համեղ սանդվիչ է, տաք սանդվիչ է համարվում, դուք արդեն կարող եք ձեր երևակայությունը աշխատացնել և ավելացնել այն ինչ ունեք։ Պանիրը ուրեմն, որպեսզի ավելի ռացիոնալ ձևով օգտագործվի, մի հատ հաշվարկներն անում ենք, այսպես, այդ մնացորդները, որպեսզի չկորի, ես ընդհանրապես քրոկ մսյոյի պանիր գոյություն ունի, եկեք ինձ ես կտրեմ, մոտավորապես, ճիշտ էլ կտրեցինք, և այդ քրոկ մսյոյի պանիրը, երեխեք ջան, հալվող են պանիրն, հալվող պանիր, բայց թե ինչ է իրանից ներկայացնում, Աստված գիտի միայն, և եկել այդ արտադրողները, ես որոշել եմ և գնեցի իհարկե 3 լիտրից մոյլը, ուրեմն կա Մազդան մոյլը, ամենափափուկն է, որ ինք ավելի շուտ հալվում է, մի օր պատրաստել է, Սերժս այս բաներ չեր սիրում, այս բաներով ասեց մյուս անգամ անեն, այն բաներով չանես, սենց ավելի համեղ է, և սրա մեջ երեխեք ջան, գնում է սպիտակ լիցունա, դուք կարող եք բնականաբար անել այն ինչ ձեր գիտակ ունեք, ասինքն բեկոն և այլ, բայց խորհուրդս իմ ձեզ, որպես բան էդ մոգոնող, տենց բաներ կա, համեղ չի լինում, ուրեմն սրա վրա դրվում է երկրորդ պանիրը, և սա գնում է այստեղ, սա մեկ, ես ավելացնում եմ իմ ձեռագիրը, սա երեխեք նշի, որ քրոկ մսյոն սենց պիտի պատրաստեմ, ես քրոկ մսյոն վերացել եմ քրոկանայի, և վրան դնում եմ այծի պանիրը այսպես մեջտեղ, որ ինքը հալվի, հիմա սա էլ անենք,
Այ այսպես, քանի որ մենք վիճին բան չենք ուտում, մսային բան չենք ուտում, դրա համար վիճինա ժեներոզման եմ դնում, այսինքն առատաձեռնորեն, վալա, Սերժը ինձ թվում է երկուսն էլ կուտի այծի պաներով, որովհետև այծի պաներ առաջ չէր ուտում, հիմա շատ է ուտում, հələ տեսնենք երեխեք ջան, սա տեղ կանի, երկուսն իրար կողքի, ասա որ տեղ չարից ինչ պիտի իրա ճարը ինչ է, վալա, խծկվեց էլի, այն երկարները վսյատքի սենց բաների համար հարմար է, չնայց ես կարա երկրորդ հարկի վրա է դնել, բայց ոչինչ, հիմա 4 սահատ հացը նորից, այ այսպես, շատերը կան ձու են դնում և այլ իսկական քոկրություն պանիր և սպիտակ վիչինա, այդի պանիր ես են արեցի, հորինեցի, մոգոնեցի, վալա, սա, քանի որ մնացորդն է և ես այն օգտագործելու եմ, այ այսպես դնենք, Ժողովուրդ ջան, գիտեմ շատերը չեք սիրում խոհարարական Անահիտի խոհանոցում, բայց սա Անահիտը խոհարար չէ, Անահիտ ուղղակի առօրյա շարունակում եմ, Վալա, վալա, բայց սպանիրը եկավ առաջ և սա ինձը կհարվեր, ինձ ասպասում է խրայերը, ես ճիշտ ասած, տեսել եք, այծի պանիր դնում եմ սալաթի վրա, բայց քանի որ մենք այսօր օգտվում ենք այս բարիքներից, վալա, և մի քիչ կողքից մնաց, մի քիչ ես կողքը դնենք, որպեսզի ինքը լցվի ժամբոնով և մենակ հաց ու պանիր չուտենք էլ ինձ, վալա, չմոռանամ ցույց տամ ռեզուլտատ, բայց ռեզուլտատը ցույց տարա, այսինքն ոնց է հարվում պանիրը, գնաց, ժամը 12-ն է, սա պիտի 10 րոպեում եփի, եփելը պիտի հալվի պանիրը, որպեսզի համեղվի, այդքան բան։ Ես վերջում ինինի վրա մեղր կավելացնեմ, Սերժը մեղր չի սիրում, գնաց սա, հիմա Սերժը կա տեսնի լոլիկ եմ գնել, կանի ուզում եք երեխեք հարցնեմ նկարեմ, տեսեք դեմք, այ երեխեք, ես երեկվանից պրշտում եմ, սա դուրս չի գալիս, երեկ նենց էի լսում, պրոտեցիոսանը էտ վաղ ժամանակը չի դու ես աշխատելու ես, Սեզոնը բացվում է ձերանայի դժկայի, ամենաուշը վաղը արդեն լրին ինչ պիտի պատվիրեն, որովհետև դենքան քիչ ժամանակ էշալոտներ այսպես կտրտեցի, կարմիր սոխ չեմ ան երեխեք, կարմիր սոխը տանեմ տեղը, դնեմ, մի հատ էլ էշալոտ բերեմ, Ամերիկայի մեն եք ասում էշալոտ չէ, էչալոտ, երեխեք, ես անգլերեն լեզուն շատ օին բազ լեզու յա, մեկ ասում են ֆրանսերեն, անգլերեն ես չգիտեմ, նույնը ֆրանսերեն նա լեզուն կոտրտելով ենք, էլ է ասում, էչալոտ, հիմա անգլիացիները լավ կծիծաղակ Ամերիկա, անգլոֆոնները, հիմա ասեմ, ինչ բար ասեմ եմ, որ լավ ուզում ձեր համար, Այդ օրը նայում եմ, ինչ որ մեկը խոսում էր անգլերեն, որ սենց ու շադի լսում են, ասում եմ յա, ես Ամերիկա գնայի կամ գնայի ինչ-որ մի անգլիական երկիր, ինձ թվում է ֆրանսերեն իմանալուց հետո, մանավանդ նույն բանը չի, քերականությունը չի, խայտարակություն է ֆրանսերեն, անգլերենը ինչ լսում ես, այն էլ գրում ես, ֆրանսերենը լսում ես Պողոս, գրում ես Պետրոս, Ֆիլիպ, ասա Ֆ գրի, էլի Ֆ տարներ ունեք, F տարը, P, H, I, L, I, P, E, կամ վերջում որ Ղ-ն ու Դ-ն ու Ե-ն ու S-ը չի կարդացնում, Չու это такое, դու ժարավաց է, այս արհեստական լոլիկներից եմ քիչ դրան կողքը, գեղեցիկ է, էլի, այ այսպես, կողքը չէ վրան, ոչ մի լավդոն չեմ անում, քանի որ արդեն ձուն մորացա խաշեմ, ձուն է լավ կլիներ, սա, ավոկադոն կտրենք, վերջին ավոկադոս այրեք ոչ չգնեցի, սեշն ես լավ ավոկադոներ ա գնում, դրա համար չգնեցի երեխեք, այս մեր ես գյուղի խանութից բաներ կա չեմ գնում, որպեսի Սերժը միշտ որ գնում ասենք բաներ առևտուր անում, գնումներ,
որպեսզի այդ տղայի խանութը աշխատացնի, քանի որ ինքը մեզանից ինչքան է 8 կիլոմետր, 7 կիլոմետր խանութ է բացել, մեծ պարտեզի ժարդենի խանութ է ծաղիկների։ Հա, այնօր մեկը ինձ գրել Անայի ջան, շատ եմ սիրում ծաղիկների խանութ մի օր գնամ։ Ես գնացել էի մի անգամ, բայց էլի կգնամ, չնայած բացարձակապես ոչինչ չեմ հասկանում ծաղիկներից, բայց ոչինչ։ Եթե Սուսաննան կա հետս, մաման արդեն մեծ է, ինքը դժվարանում է, Սուսաննայի հետ կգնամ, որպեսզի բացատրի, թե չէ ես ու ծաղիկ ու J'avais amené compter l'autre jour. C'est quoi cette fromage? Comme le comté. Також направо C'est le nom. Ah. Donc chef, c'est oui, chef. Chef? Tu es chef? Oui, oui. Alors mets la table de Non. fiche. Le chef, il n'est pas là-bas. Ah bon? Qu'est-ce qu'il fait le chef? Le chef, il mange. Laisse-moi qu'elle fasse mon chef, chef c'est Vanna. De nous, mon chef, what you mangiamo? Chef, nous sommes ensemble. Hein? C'est le temps. Mais là, les gens méritent. C'est une mèche qui t'a, et votre qui t'a. Hollandien terrain pour faire le mot. Mais là, on est en Hollande. On dirait qu'on est aux Pays-Bas. Ou à Londres, en Angleterre. Comme en Angleterre. Et je suis en zéro. Ah, vous voulez acheter le repos. Ça, c'est date passée, archi passée. Là, c'est pas seulement ça, tu m'amènes le téléphone. Déjà, j'avais acheté date passée. J'avais pas vu. Listen, tu as vu, c'est ça, on a les deux bases. Ah, ça avait les bourrankas. C'est quoi qu'on paye? Et peut-être. Peut-être bourranka yapalım. Sarılmayız ver, sarılmayız derim. Yani sarı batsın, jolu vuracağım. Yes, boş çim siyum es. Gidecekmiş, ne böyle seviyorum. Ես շատ եմ սիրում սալորիչիը, բանի է դա, ինչը սալաթի վրա։ Գիտեք, սալորիչի էլ գերեն մի անգամ երեխեք, բամբուլի եկեց մեծ, այսենց Հայաստանից էին բերել, էդ ինչ համով է, և շատ եմ սիրում նատուրալն է, առանց շատ խաղցրի, վեղցինն էլ ալավը։ Ծիրանը ջանս շատ խաղվում է երեխեք։ Մա կտի ծաղակ, բայց լուրջ բան եմ ասում։ Ընկույզ այս ձերքով այս շատ չմանրացնեք, որտեղ ընկույզ է պիզգակ։ Ընկույզը ինչ ունեք, բադամ, բադամը մի քիչ չորոտ է, ընկույզն ավելի լավն է, հա։ Սերժատաբը, տոչնը հասցրեցի, ես նենց արեցի, որ մենք 12-ին ուտենք հաց։ Որովհետև ես պետք է բուզում, ամենապուշը 12-ից Ահա սիրելիներս, հիմա ես այն կմոտիկացնեմ, և դες ցույց կտամ, առանձնապես ցույց տալու բան չկա, բայց մոտիկացնեմ, որտեղ շատ եք ուզում եք տեսնեք։ Ահա սիրելիներս, խոքմություն, պանիրը այ այսենց հալվում է, վրան էլ այծի պանիր, դուք արդեն ինքներդ կարող եք ձեր երևակայությամբ պատրաստեք, շատ համեղ է, գիտեմ, որ բոլոր ամեն տեղ էլ կա այս տափակ հացերը, սանդվիչի հացեր են սրանք, հելա, բարի ախոժակ, սա էլ աղցան։ Սիրելիներս, ձեր Անայի տեչկան դուրս եկավ, ասեմ, որ տոչնի, ժամը 12:25 դուրս եմ գալիս, ձեր համար ոնց է, դելավ, գնացինք։ Ժողովուրդ ջան, մենք եկել ենք հյուր, սա էլ մեր ընկերների տունն է, քարից, ես ինչ ավտոյա չխպլիք, ես ով է։ Երեխեք ջան, ես էլ էդ տունն է, եկել ենք, ես փոքրիկ տունը, սա շատ մեծ տուն է, շատ սիրուն տեղ է, լավ ցուրտ է դուրսը, մենք ինչպես միշտ առաջինը։ Ժողովուրդ ջան, նայեք տեսեք Ֆրանսիայի տան այդ հին այս օրիգինալությունը, որ պահել են,
J'adore ça. C'était une maison ou une grange, Corinne? Ah, c'était une maison, c'était deux maisons. En fait. Deux maisons. Maison d'habitation, ouais. Երկու տուն ա եղել, իրանք կիսել են խոհանոցը։ Et partout t'as laissé pierre, non? C'est papa de Serge qui a fait l'ouverture là. Նայեք տեսեք ով ա եկել։ Maman, t'as pas été la voiture. Dites bonjour. Bonjour. Salut. Non, bonjour. Մայք on connaît, mais Xavier երեխեք եկավ ուրեմն Xavier ինքը ձիերի մարզիչ է։ Je dis que tu es l'entraîneur des chevaux. Dans mon sac. Ահա եւ մեր երեկոները Ֆրանսիայում հավաքվում են, հետո նստում ենք ապերետիվի։ Այս բուխարիկն է, բայց բուխարիկը իրանք չեն վարում, այն կողմը ավելի բան են դրել, այդ նորվեգական բուխարի է։ Հնությունը պահպանում են, այս մեր կողմի ժողովուրդը հնությունը պահպանող ազգ են։ La vie au du chien. Assis-toi là, à côté, que je te vois. Pour faire une connerie. Assis-toi là. Il a mal au dos, je peux le soigner, monsieur. Vous avez fait ça, Corinne, sur mesure, la table? C'est vraiment joli, hein? Un mets du cow-boy aussi, il faut se méfier. Non, 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 non. Parce que monsieur, il est passé plein pont. Je tombe pas. Je m'emmène. C'est bon, Corinne. Corinne, c'est bon. renverser par la route. Non, Tais-toi. ça c'est un accident. Oui, Ça un peut accident. arriver. Non, mais ça peut arriver. Ça. Tu sais, il nous plaît l'eau en plus, comme si c'est lui qui a Et fait. Jacques-Claude. Il leur ressemble un peu le bol. Je l'ai courtisé, je suis descendu en mobilette, je suis descendu en cheval. T'imagines? Pour épater la galerie. Un chevalier. Il descend de la Շատերը կհարցնեն Անահիտ, իսկ սեղանին ոչի ման չկար, տարբեր տեսակի ինչ-որ ուտեստներ, ոչ, սա ապերետիվ է, պատրաստում ենք փոքրիկ ինչ-որ աղի ուտեստներ, որպեսզի ալկոհոլի հետ ուտեն, որ հետո չհարբեն, հետո նոր արդեն ժամը 9-9:30 նստում ենք սեղան, ասեմ, որ սիրելիներս, մեր կողմերը ֆրանսիացիները իսկական ֆրանսիացիներ են, պահպանում են իրենց ավանդույթները, պահպանում են իրենց երեկոները եւ գիտեք ամենակարևորը որն է, որ յուրաքանչյուր ազգ պետք է լինի ճկուն։ Ես հայուհի եմ, ծնվել եմ Հայաստանում, մեծացել եմ Հայաստանում, ապրում եմ Ֆրանսիայում համարյա ավելի շատ քան Հայաստանում, բայց ինչքան էլ ես սիրում եմ եւ ընդունում եմ բոլորի կուլտուրան, բոլորի տրադիցիաները, բայց ես ինձ թվում է կմնամ հայ։ Բայց ես մի բան ասեմ, որ ինչն է իմ դուրս գալիս ֆրանսիացիների, որ իրենք չեն գալիս, որպեսզի հաշվեն, թե ով ինչքան սեղան դրեց, գալիս են ուղղակի ժամանակ անցկացնեն։ Երբ որ մոնտաժ էի անում, ես զգացի, որ տանտիրուհին ինձ ասաց, որ այս ամենը կառուցելա, սարքելա քո կեսրարը, իմ օղորմածի կեսրարը, Միշելը, Աստված հոգին լուսավորի։ Տեսնում եք այս քարերի, այս աշխատանքը, այդ բացվածքը դեպի այն մյուս կողմը, այս ամբողջ այս սվաղը քարերի հավաքելը, որովհետև ինքը քիչ քանդված է եղել, սա ցույց է հիմա ձեզ տալիս, այս ամենը կառուցելա իմ կեսրարը։ Ճիշտ ասած, ես չգիտեի, երբ որ տանտերն ասեց, որ սա Միշելն է կառուցել, ես ուղղակի չկարողացա նկարել իմ ամուսնու դեմքը, ինքը մի անգամից մթնեց, այդքան շատ էր սիրում իր հորը, ծնողներին, իմ ամուսին շատ ծնողասեր տղա է եղել, եւ դրա համար էլ մինչեւ վերջ մենք սկեսրարիս պահեցինք։ Ինչ ասեմ սիրելիներս, սիրեք հարգեք մեծերին։ Այ այստեղ են ասում, մարդը գնում է, բայց ինչն է մնում, լավ հիշողություններ եւ իր արած գործը։ Բարի լույս սիրելիներս, բարի լույս աշխարհ։ No. Остальная косинеть. И Я... Дина. Բարի ժողովուրդ ջան, տեսեք երեքի իրիկուն ենքան ուշ եկանք 12-ներ, ասում եմ այսօր բան չեմ սարքելու, ջղայնանում ասում պտի սարք է Serge, aujourd'hui c'est light. Non, Y a pas non. ça suffit. Et hier on a fini à minuit manger. En fait, c'est pas genre. Bah si. Si. Non. Ուր ես գնում ոնդ։ Машине. Երեխեք ջան, ես նստած ձեր համար մոնտաժ էի անում, հնավեր կանամ,
արդեն սկսեմ իմ գործը, այսօր տունն եմ, այսօր մի քիչ դասավոր եմ, տեղավոր եմ, ինչ ունեմ այսօր անելու ես, մազերս եմ ուզում այդ արմատները ներկեմ, բայց երեք նենց եմ ընգել երեխեք, նենց եմ ընգել, որ ուղղակի ու դաժե հիշում եմ ծիծաղս է գալի, բայց ցավում է ամբողջ ձեռքս, տեսեք հələ բերեք ախել այստեղ, իմ պայուսակը, սա այս քետնին էս ինչ հանգած, թուղթ է երևի տիկետ է, վարարանը վարվում է, Մեր մոտ էլ ժամը 11-ն է, դե ինչ սիրելիներս, на старт, վնիմանիե, մարշ։ Դե ինչ սիրելիներս, ահա եւս մեկ օր մեր կյանքից անցավ։ Նախքան բլոգի ավարտը ուզում եմ բարի գալուստ մաղթել բոլոր նոր հետևորդներին, բարի գալուստ անայդ բլոգ եւ ուզում եմ ջերմ համբույրներ ուղարկել իմ հարազատ հետևորդներին, ովքեր 2 տարի արդեն շուտով կլինի, որ իմ հետ եք, մեր հետ եք։ Համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ ասում՝ պակա, պակա։